Շատ ահավոր վատ է։ Վախվխելով քայլում ենք։ Վախվխելով Երևանում շատերն են քայլում այս օրերին, հատկապես ծայրամասերում մեծ է վտանգը սառցակալած մայթերին ընկնելու, ոտք ձեռք կոտրելու։ Կամանց ոչ չընկնենք, կոտրվենք։ Նույնիսկ կատակում են քաղաքացիները, չմաքրվող մայթերը ստիպում են անգամ անծանոթներին թևանցուկ անել կամ իրար ձեռք բռնել, որ մի փորձանքի չհանդիպեն։ Ոչ մի բան չեն անում։ Որոշ տեղեր ճիշտ ավազ են լցնում, բայց հիմնական չեն մաքրում են տարածքներ, որ ման են գալիս մարդիկ։ Ոտքիս վիճակը լավ չի, ես դա այլ դանդաղ քայլում եմ։ Մայթերի վիճակը լենը էլ թաղապետարան է։ Դժվար է տենա, ինչա կատարվում։ Թեք փողոցները սառցակալած Երևանի իսկական սարսափն են, այդ ճանապարհները ոչ միայն դժվար անցանելի են, այլև վտանգավոր։ Սարսափելի է։ Մենք գնացել էինք այս այգին թորնիկներից հետ սահելու, սահնակը հազիվ եկել էին մեր տուն։ Այդ սահնակը մաքրել էին լրիվ սենց, չեն թողել ոչ մի բան, որ սղան երեխաները, չէ որ դա երեխաների համար էլ է սարքած։ Իսկ այս մայթերը, որտեղ մենք ենք քայլում, բացարձակ մաքուր չի։ Հեսա թուրքերը կան նորմալ կսարքին։ Լավ է գոնե դեղատների, խանութների աշխատողները մաքրում են իրենց բակերի ձյունն ու սառույցը։ Երևանցիներն ասում են ավելի շուտ սպասվող տաք եղանակը կհալեցնի ձյունը, քան քաղաքապետարանից որևէ մեկը բահով կհայտնվի։ Ամեն մարդ իր ֆունկցիան պետք է կատարի։ Մենք որ դասավանդում ենք, մեզ ոչ չի ասում, սենց արի կնենք, մենք մեր գործ անում ենք, իրանք էլ թող իրենց անեն։ Բակերում բնակիչների օգնականները շենքերի պատերն են, դրանց մոտով քայլելիս գոնե բռնվելու հնարավորություն կա։ Ճիշտ է, աղու ավազ են բերել, կուտակել իրենց բակերում, բայց մարդիկ չգիտեն, ով պետք է դրանք տարածի։ Մեր հայատ որ է թանկ, ավազը աղա բերել լցել են շենքի դեմը, բնակիչները պտել են շաղը, կուշ կարի թողե գնացել։ Հարևաններով պտել ենք վեդրով շախտակ, լապատկա։ Ես տեղ չեմ, ռայոն չեմ, բոլոր տեղն այս, մենակ Երևանում չի, ոչ մի տեղ չեն մաքրում։ Անճարությունից չգիտեն ինչ անեն երևանցիները, ասում են մաքրեք մայթերը, բայց իրենց լսող չկա։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։